Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի IPF+ հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ընդդիմության առաջարկները ՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը անհեթեթ է համարում։ Օրինակ մատների թանաքոտումը։ Դա աֆրիկյան վայրի ցեղերին բնորոշ մի բան է, մարդկանց արժանապատվությունը նվաստացնելու հետ կապված։ Բերել դա Հայաստանի Հանրապետություն, եվրոպական երկիր, Եվրոպայի խորհրդի անդամ եւ անտեղի տեղը մարդկանց ստիպել, որ մատեր թանաքոտեն, ընդ որում դրանով չլուծելը բացարձակապես որևէ խնդիր։ Ես ինքս հրաժարվելու եմ։ Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը վստահ է, որ եթե ընտրական նոր օրենսգրքից չհանեն առկա խնդրահարույց կետերը, ապա դրանք իշխանություններին հնարավորություն կտան խեղաթյուրել ժողովրդի կամքը։ Սա նախագիծը, ասենք նոր նախագիծը կարողացե Սերժ Սարգսյանի վերայով եւ որոշ տեղեր շուլալված են եւ այդ շուլալված մասը դա ընտրական օրենսգիրքներ։ Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին պարզ չէ, թե ընտրական նոր օրենսգրքով իրենք ինչպես են ընդգրկվելու կուսակցական ցուցակներում։ Ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոևը նշում է. Ընդդիմության ցուցակներում, եթե ազգային փոքրամասնություններ հայտնվեն, դա 100%-անոց պրավալ։ Այսինքն մեր միակ հնարավորությունը դա գործող իշխանության թևի մեջ մտնելն է։ Մարտի 24-ին Մաշտոցի պողոտայում ակցիայի ժամանակ վնասվածք ստացած հայ կանանց ճակատի անդամ Ռուզաննա Եղնուկյանը դեռևս տուժող չի ճանաչվել, ոչ էլ քրեական գործ է հարուցվել։ Միջադեպին ականատես Արմենուհի Մելքոնյանը, որն այսօր կառավարության շենքի մոտ էր, նշեց. Ուղղակի ցնցված եմ, ոնց կարա հայկին այսօր արժանանա այդ վիճակին։ Սա դիկտատուրա է, սա պետություն չի։ Ցավալին գիտեք որն է, որ կանանց հասարակական կազմակերպությունները լռում են։ Դուք պատգամավորները կինեք չեք ասում, որ այդ կինն է տենց այդ վիճակում։ Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում 3 այցելել էր Հարվարդի համալսարանի Քենեդի անվան կառավարման դպրոց, որտեղ դասախոսություններ կարդացել։ Նա մասնավորապես ասել է, որպեսզի պատկերացնեք, թե մենք ինչպիսի իրավիճակի հետ ենք առնչվում Ադրբեջանի հետ բանակցություններում, ընդամենը մի բան նշեմ. Ադրբեջանն իր կողմից փողզիջում է համարում պատերազմական գործողություններ չվերսկսելը։ Այն դեպքում, երբ խաղաղություն պահպանելը փողզիջում չէ, այլ պարտավորություն, միջազգային պարտավորություն, ասել է Սերժ Սարգսյանը։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եւ քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր։ Կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղված ջանքերը։ Քերին մտահոգություն է հայտնել շփման գծում եւ սահմանին բռնությունների դեպքի առնչությամբ։ Նա նշել է, որ իրենք աշխատում են կողմերի հետ համաձայնագրի հասնելու համար, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա։ Անդրադառնալով ընտրական օրենսգրքի քննարկման տարբեր ֆորմատներին, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է. ԲՀԿ-ն ունի իր քաղաքական օրակարգը, որևէ մեկը չի կարող իր օրակարգը թելադրել մեզ, լինի դա ՀԱԿ-ը, Հանրապետականը, թե որևէ այլ քաղաքական ուժ։ Գոնե տեսանելի ապագայում Բարգավաճ Հայաստանը երբեք այլևս չի կաշկանդելու իրեն երկյակներով, եռյակներով, քառյակներով, ութնյակներով, տասնյակներով, ասել է Նաիրա Զոհրաբյանը։ Օրվա լրահոսը։ Լրագրողներին 4x4x4 ֆորմատի քննարկումներից հեռացնելուց հետո նիստերի սրահում լարվածությունը պահպանվել է, երկար ժամանակ չէր որոշվում ինչից սկսել։ Մասնակիցները փաստում են, կա 5 առաջարկ գումարած եւս 2-ը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն անմիջապես նկատում է, թե ինչից պետք է սկսել։ Մեզ անհանգստացնում է հետևյալ հարցը, համապետական ընտրություններում 500-ից 600,000 ընտրողների թվի ավելացման հիմնախնդիրը։ Դավիթ Հարությունյանն սկսում է տեսախցիկներից, ինքը դեմ չէ, բայց տեսախցիկը կեղծիք կանխող չէ։ Հրայր Թովմասյանն ուզում է հասկանալ, արդյոք տեղամասում խախտում կատարելու ազդանշան է հանկարծ փչացած տեսախցիկը։ Կամերան ճանապարհային երթերության փչացել է, չի նշանակում, որ ես խախտում եմ։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին հետաքրքիր է, թե հենց ընտրություններում որն է իշխանության զոհողության սահմանը։ Մինչև ուր է պատրաստ այսօր իշխանությունը իդեմս ձեզ գնալ, ասենք ինչպիսի պատասխանատվություն կարա ստանձնի
եւ ինչպիսի ոչ։ Այդ սահմանը չի ուրվագծվում, կողմերն անցնում են մատների թանաքոտմանը, Հրայր Թովմասյանը եւ Դավիթ Հարությունյանը մի քանի փաստարկ են բերում մատների թանաքոտման դեմ։ Լևոն Զուրաբյանը փորձում է հասկանալ, թե ինչն է մտահոգում ընտրությունները կեղծող իշխանությանը, Դավիթ Հարությունյանն ափերից դուրս է գալիս։ Դու ես կեղծող, ուրեմն կարգին խոսի։ Եկել այստեղ քննարկման ոչ թե դու պիտի կեղծես։ Այս վեճը շարունակվում է որոշ ժամանակ։ Տիգրան Եգորյանն առաջարկում է գուցե մենք դուրս գանք, հանրապետական Հովհաննես Սահակյանի նյարդերն են տեղի տալիս։ Խոսեք դու մենք էլ արձագանք ենք։ Տոներին սաղսեմ։ Այսինքն դա ինչի է բերելու։ Մենք չենք եկել այստեղ նստալ պոտենցիալը դրա կեղծարաններ, մեզ մեղադրում են որ կեղծիք եք անելու, իրանք էլ եկել են։ Լավ ինչա պատահեց, բայց ենթադրենք մեղադրվեցիք։ Անձամբ մեր կարծիքով օրինակ դիտորդական կազմակերպությունները եւս կարծում են, որ իշխանությունը կեղծել է ընտրությունները, ինչ խնդիր կա այդտեղ։ Այստեղ արդեն Հրայր Թովմասյանը չի կարողանում զսպել իր հույզերը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հասցեին։ Ես հաջորդ հարցի, բայց դուք բորբոքվել եք իմ կարծիքից։ Կիսագրագետ ու անգրագետ են դրսից ծնվող։ Դուք այդպես եք կարծում։ Ես արձանագրեցի ձեր կարծիքը, շնորհակալ եմ։ Կրքերն ի վերջո անդարտվում են, քննարկումները շարունակվում են էլեկտրոնիկայի միջոցով ընտրությունների ընթացքի վրա մարդկային գործոնը բացառելու ուղղությամբ։ Աշխատանքային հաջորդ հանդիպումը տեղի կունենա ուրբաթ օրը։ Ժառանգություն խմբակցությունը չի մասնակցել ընտրական օրենսգրքի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի առաջարկած 4+4+4 ձևաչափով հանդիպմանը, քանի որ գրավոր հրավեր չի ստացել։ Քանի որ մեր խմբակցությունում կա յուրահատուկ իրավիճակ, բայց ես այն նամակները, որոնց ստացել եմ ոնց քարտուղար, տեղակ եմ պահել անդամներին քարտուղարության միջոցով, որ բոլորը ցանկություն են մասնակցելու։ Թևան Պողոսյանը ողջունում է նման հանդիպումներն ու քննարկումները, սակայն նրան զարմացրել էր ազգային ժողովի անցակետում ID քարտերի հետ կապված խնդիրը, երբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հրաժարվում էին դրանք թողնել անցակետում։ Եթե մեր նպատակը գալ մտնել բանակցելն է, Տղան ջան, ուրեմն հասարակ անձնագիր վերցեք բերեք։ Պարոն Պողոսյանը մասնակցում էր ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էր ռոռոկման համակարգերի արդիականացում ծրագրի համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից $40 միլիոն ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագիրը։ Նա ազգային խայտառակություն համարեց, որ սահմանապահ Բերքաբեր համայնքը խմելու ջուր չունի։ Ձեր այցելության պահին խմելու ջուր չի եղել։ Չեմ կարծում, որ դա խայտառակություն է։ Ճիշտ հակառակը, կարծում եմ, որ պետք է համակարգը փորձարկել եւ հանձնել շահագործման։ 1 տարի առաջ ջրատարը հանձնել են ու ջուր չկա, չեմ կարող բացի խայտառակությունից ուրիշ բառ ասել։ Քննարկումից հետո փորձեցին Արամ Հարությունյանից որպես Կոտայքի նախկին մարզպետ հետաքրքրվել Հրազդանի քաղաքապետի ընտրություններից։ Նրա պատասխանը անսպասելի էր։ Քննարկվող հարցերի շուրջ հարցեր ունեք։ Շնորհակալություն։ Հայաստանի Հանրապետությունը 25 տարի ժամկետով $21 միլիոն վարկ կվերցնի վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից շարունակելու համար պետական հատվածի արդիականացման ծրագիրը։ Ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամները անթաքույց դժգոհությամբ ընդունեցին վարկային նոր համաձայնագիրը։ Ի վերջո վերջում 2040 թվականին ում վրա է մնալու այդ գումարը, ինչ չափով է մնալու։ Եթե մենք մտովի փոխադրենք այս վարկային հանձնառությունները մեր սեփական ընտանիքների վրա, ապա երկար կմտածեին։ Սամվել Ֆարմանյանը կանխատեսեց, որ ազգային ժողովի լիագումար նիստին այս համաձայնագիրը անխնա կքննադատվի, ինքը եւս դեմ է քվեարկելու։ Նա ընթերցեց համաձայնագրի ստողեր, որոնց համար պիտի գումարներ ծախսվեն։ Ուսուցման երկարաժամկետ կարիքներ եւ շարունակական ուսուցում, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը պարզաբանեց, առ այսօր Հայաստանը չունի պետության ակտիվների պարտավորությունների հաշվառման համակարգ։ Պետք է ստեղծվի տեղեկատվական համակարգը արդեն իսկ մշակված համակարգի ներքո, որպեսզի արտասովի պետության ֆինանսական վիճակը։ Համաձայնագիրը 5 դեմ 6 կողմ ձայների հարաբերակցությամբ մտավ ազգային ժողովի քառօրյա։ Հանձնաժողովը քննարկել է նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանին առնչվող մի քանի հարց։ Կարող է վերջում տեղափոխվենք ընդհանրապես հիասթափվելով այս մեր դատական համակարգից այդ միջազգային դատարանը։ Միանշանակ բոլոր գործերով վկայել է արձանագրել, որ թույլ է տրվել խախտում դատարանի կամ այլ քրեական հետապնդման մարմինների կողմից եւ պետք է բարձրացվի նաեւ նրանց պատասխանատվության հարցը։ Իմ կարծիքով սա քննարկման ենթակա հարց է։ Այս նախագիծը եւս հանձնաժողովը դրական եզրակացությամբ ուղարկեց ազգային ժողովի քառօրյա։
Սյունիքի մարզի Մեղրի ու Ագարակ համայնքները գազ կստանան Իրանից, բայց թե ինչ պայմաններով դեռ պարզ չէ։ Կառավարության որոշմամբ այդ համայնքներում դրամաշնորհային միջոցով գազի բաշխիչ ցանց պետք է կառուցվի։ Եթե թանկ լինի, բնակիչը ինքը կարող է որոշում կայացնել։ Մինչև հիմա առանց գազի ինչ անում։ Ինքը որոշում կարող է սպառել այդ գազը, օգտագործել թե ոչ։ Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ավելացված արժեքի հարկ չի գանձվի, եթե նշված ծրագրերն արժանացել են կառավարության կողմից ձևավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Դա ճիշտ որոշում կլինի, այլ պարագայում այդ դրամաշնորհները Հայաստանում չեն իրականացվի։ Գործադիրն այսօր չհամաձայնեց, բայց հավանություն տվեց ազգային ժողովի падգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկած նախագծին, ըստ որի առաջարկվում է ուրիշի փոխարեն քվեարկելու կամ կրկնակի քվեարկության դեպքում պարտադիր ազատազրկել։ Աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ դատարանը պետք է որոշի ինչպես պատժել օրինազանց քաղաքացուն։ Ինձ թվում է, այստեղ շատ արհեստական եւ կոշտ է, իհարկե հասկանում քաղաքական կոնյունկտուրայի ծիրներով առաջարկություն է արված։ Բայց սրանով մենք իսպառ վերացնում ենք դատարանի դերակատարումը։ Ինչ չգիտենք, որ գյուղերում լինում են դեպքեր, ամուսինը կնոջ անձնագրով գալիս է քվեարկության։ Խախտումյանում, այո, ենթակա այդ մարդը ազատազրկման չեմ կարծում։ Քրեական օրենսգրքի փոփոխության վերջնական որոշումը կտա խորհրդարանը։ Նորաշեն 2007 կոոպերատիվից խաբված բնակիչները կրկին կառավարության մոտ են 8 տարի առաջ ներդրած գումարի դիմաց բնակարանները ստանալու պահանջով։ Սա կազմակերպված թալան է ժողովրդի նկատմամբ։ 5 տարի է բնակիչները դատական քաշքշուկների մեջ են, որոնք արդյունք չեն տալիս։ Դատարանի վրա պարզ երևում է, որ վերևից ճնշում կա։ Աշխարհումների մեջ կան, ասենք, բարձր պաշտոնյա մարդիկ։ Բնակիչները ոչ միայն կառավարությունից, այլև ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից են պահանջում իրենց բնակարանները։ Նրանք փոխխոսնակին եւ նրա ամուսնուն են մեղադրում նույն բնակարանը մի քանի հոգու վաճառելու մեջ։ Տիկին Հերմինեի տուժվածներն ենք, արդեն հոգնել ենք ամեն ինչից։ Կառավարության շենք հենց բնակարանային խնդիրն է բերել նաեւ Հյուսիսային Պողոտայի եւ Բուզանդի փողոցի նախկին բնակիչներին։ Նրանք պահանջում են համարժեք փոխհատուցում։ Իսկ փողոց շպրտել են այն նրանք Զախարյանը, Քոչարյանը։ Ես խնդրում եմ այս հարցը լուծեն։ 2 տարի պետք է վարձով մնայի, 2 տարուց հետո բանան։ Կեսից պայմանագիրը չեղալ համարեց։ Քաղաքացիները հեռանում են առանց պատասխան ստանալու, բայց վստահեցնում են, որ գալու են նաև հաջորդ 5 շաբթի կառավարության նիստի օրը։ Զաքարյանների 7 հոգանոց ընտանիքը սպասում էր, թե ինչպես պետք է հարկադիր կատարողները քանդեն իրենց ապրուստի միակ միջոցը։ Կենտրոնում գտնվող ավտոլվացման եւ տեղսպասարկման կենտրոնը քանդում են տարածքը ոստիկանության նախկին գնդապետին տրամադրելու համար։ Դատական ակտերի հարկադիր ծառայությունը մի գրություն է ուղղել տիկին Յուլիային եւ Արադ Զաքարյանին, որտեղ ներկայացրել է, որ մենք այսօրվանից սկսած ժամը 11-ից հետո ենթադրում է, որ ժամը 11-ին պետք է գային։ Հետո ցանկացած բան կարող են գան կանդել։ Նման ձևակերպումով ուղարկել ծանոթագիր, ինձ թվում է պատմության մաս չի եղել։ ԴՀԿ ծառայողները չեկան, իսկ Աբովյան փակուղի 5 հասցեում բնակվող ընտանիքը նախորդ տարի արդեն նույն կառուցապատողի Ղևոնդ Ղալումյանի պահանջով վտարվել է ավտոտնակի հարևանությամբ գտնվող իրենց տնից։ Մենք տեսնում ենք, որ կառուցապատողը կարում է առանց փոխհատուցում վճարելու ուղղակի քանդել տվյալ տարածքը, որին օժանդակել են դատարանները։ Անգամ դիմել են քաղաքապետարան, որ իմանանք արդյոք ինքը ունի շինարարության իրավունք։ Պարզվեց ոչ էլ դիմել է շինարարության համար։ Իր նպատակն էր ինձ ըստեղից հանել, վտարել դատարանի միջոցով եւ հողատարածքս ձեռք բերել։ Հարցազրույցի ժամանակ վատացավ նրա ինքնազգացողությունը։ Ատամքյան գլուխս պտտվում է։ Սպասեք։ Անկախ այս հանգամանքից տիկին Յուլիան շարունակեց խոսել, շեշտելով, որ դիմել են ներպետական բոլոր ատյաններին, նույնիսկ նորանշանակ մարդու իրավունքների պաշտպանին։ Անձամբ ինքը չէր, ուղարկեցին ինչ-որ փաստաբանի թե իրավաբանի։ Իրավաբանն ասում է դիմեք եվրոպական դատարան։ Ասում են եվրոպական դատարանը 3-4 տարի է տևելու, եթե դիմեմ։ Այդ 3-4 տարի այդ 7 հոգին ինչով ապրեն։ Այստեղ նախատեսվում է բազմաֆունկցիոնալ շենք։ Իդեպ կառուցապատողի Ղևոնդ Ղալումյանի անունը շրջանառվել է 2 քրեական գործերով։ Չնայած Հայաստանի սահմաններին եւ Արցախում շատ ակտիվ մարտական գործողություններ տեղի չեն ունենում, լարվածությունը պահպանվում է եւ գրեթե ամեն օր տեղի են ունենում միջադեպեր, որոնց ընթացքում վիրավորվում կամ զոհվում են մեր զինծառայողները։ Խուսափելով վերամբարձ բառերից կարող ենք այնուամենայնիվ ասել, որ մեր զինվորները պատվով են կատարում իրենց խնդիրը։
Ոչ միշտ է, որ մեր պետությունը եւ հասարակությունը ուշադիր է այդ զինվորների նկատմամբ։ Օրվա գլխավոր թեման։ Ադրբեջանական կրակոցի հետևանքով ծանր վիրավորված եւ վիրահատված զինծառայող Արմենակ Առուստամյանը առանց հենակների չի կարողանում տեղաշարժվել։ Վայոց ձորի Կարմրաշեն գյուղում բնակվող 20-ամյա երիտասարդը հիշում է, թե ինչ է տեղի ունեցել նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին Հադրութում։ Հակառակորդի իր կողմից այդ մինամյոտ կոչվող զենքով 60 մմ-անոց զենքով կրակեց։ Եկավ այդ արկը մեր կացարանի դիմաց ընկավ։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ամփոփագրի մեջ սահմանային այս միջադեպի մասին ասվում էր, թե հակառակորդը շփման գծի հարավային Հադրութի ուղղությամբ կիրառել է 122 մմ-անոց D30 հաուբից հրանոթ։ Վիրավորների մասին այդ հաղորդագրության մեջ տեղեկատվություն չկար։ Ընկերներս մեկը թոքներ, մեկի թևներ, իսկ ես շատ վնասվածքներ ստացամ, ոտքիս հատվածում, այս 3 տեղից կոտրվածքներ կար, այս ոտքս, թոքիս հատվածում, որովայնս։ Առաջին բուժօգնությունը Արմենակը ստացել է Մարտունիի հոսպիտալում, այնուհետ ուղղաթիռով տեղափոխել են Երևանի Մուրացանի հիվանդանոց, որտեղ էլ մնացել է շուրջ 1 ամիս։ Երևանի հոսպիտալում սկզբից 4 ոտանի խադունոկ տվեցին, որպեսզի դրանով քայլեմ, չեմ կամ քայլեմ։ Դրա համար վերցրեցին իմ մորս անձնագիրը, որ հետագայում ես այդ խադունոկի մեջ չբերեմ տուն, կամ եթե ինչ-որ կոտրվի բան, դրա համար փոխհատուցեմ։ Պաշտպանության նախարարությունից Արմենակի պնդմամբ վիրավոր զինծառայողներին այցելության որևէ մեկն այդ ժամանակ չի եկել։ Արմենակի մայրն էլ կատարվածի մասին տեղեկացել է պատահաբար։ Ամսի 20-ին դեպք եղել է, 21-ին 4:30 կենտրոնի ալիքով լսեցի, որ Հադրութի դիրքերը ռմբակոծել են։ Էլ կոնկրետ ոչ վիրավոր, ոչ զոհ, ոչ մի բան։ Այդ ժամանակ իմ հարազատներն եկան, ասին, որ Արմենակն է, լավ է արդեն, մի խոսքով հանգստացրեցին։ Արմենակը բնակվում է մոր, եղբոր եւ անչափահաս քրոջ հետ։ Ընտանիքի միակ խնամակալը մայրն է, ով որպես դասվար աշխատում է գյուղի միջնակարգ դպրոցում, ստանալով ընդամենը 35,000 դրամ աշխատավարձ։ Հետվիրահատական ծախսերը հոգալու համար ընտանիքը աջակցության կարիք ունի։ Աղիքը հիմա դուրսն է։ Այդ աղիքի համար պարկեր է պետք, արդեն ինձ ասում են, որ առեք, բերեք այդ պարկերը, որ մենք դնենք։ Մեր վայենկոմատի մասով է մտածում, իրան գիտեն, որ վիրավոր զինվոր, ասենք, պիտի գնաս դիմես, որ գան օգնեն։ Մի անգամ գոնե զանգեն հարցնեն։ Արմենակին խնամելու հարցում օգնում է եղբայրը, ով սակայն 2 ամսից եւս պետք է զորակոչվի բանակ։ Տիկին Արմինեն կցանկանար, եթե հնարավոր է, գոնե որոշ ժամանակով հետաձգվեր նրա զորակոչը։ Ինչպես է պատահում, որ դպրոցը կամ բուհը ավարտած սովորական երիտասարդը մի քանի ամսում ստանալով անհրաժեշտ գիտելիքներ դառնում է հմուտ զինվոր եւ հայրենիքի լիարժեք պաշտպան։ Հավանաբար բոլոր ահավոր թերություններով հանդերձ մենք կարողացել ենք ստեղծել այն մեխանիզմները, որոնք կարողանում են ապահովել գոնե այդ մակարդակով մեր անվտանգությունը։ Ասել, որ բանակում ընդհանրապես խնդիրներ չկան, գոյություն չունեն կոռուպցիայի եւ ոչ կանոնադրական հարաբերությունների դրսևորումներ, իհարկե մեծ չափազանցություն կլիներ, բայց վերջին շրջանում դատվել են թե զորակոչերի ժամանակ հիվանդություններ մոգոնող բժիշկներ եւ թե մատակարարմամբ զբաղվող սպաներ, եւ հիմա էլ կարծես թե նման մի գործ է բացվում։ Արդյոք բանակը Հայաստանում գտնվում է հասարակական վերահսկողության տակ, հավանաբար ոչ այնքան, որքան մենք կցանկանայինք, սակայն շփումները, քննարկումները վերջին տարիներին շատացել են, իսկ ցավալի դեպքերը զգալիորեն քչացել։ Իհարկե շատ լավ կլիներ, որ դրանք ընդհանրապես վերանային, սևազգեստ մայրերն էլ ստանային իրենց բոլոր հարցերի պատասխանները։ Ամեկ պլյուսի զրուցակիցն է պաշտպանության նախարարի խորհրդական Գեգամ Հարությունյանը։ Պարոն Հարությունյան, բանակում խաղաղ ոչ մարտական պայմաններում զոհված կամ վիրավորված զինծառայողների դինամիկան վերջին 3-4 տարում դրական է, այսինքն քչացել են այդ դեպքերը։ Առաջինը կուզեի նկատել, որ խաղաղ պայմաններ ասվածը մի քիչ հարաբերական է վերջին 2 տարիների համար, որովհետև 2014 թվականի հուլիսից սկսած մենք գիտենք, որ Ադրբեջանը գնաց
այլ քաղաքականության բոլոր հնարավոր միջոցներով սրելով իրադրությունը սահմաններում եւ բնականաբար սահմաններում տիրող իրավիճակը արտացվում է նաեւ ընդհանուր բանակի վրա բոլոր զորամասերում անկախ նրանից դրանք ռեզերվային են թե կրում են մարտական հերթապահություն։ Դրա համար սա հարաբերական մի վիճակ է, բայց այնուամենայնիվ բուն մարտական հերթապահության հետ կապ չունեցող, բուն առաջնագծում մարտական գործողությունների հետ կապ չունեցող զոհերի թիվը իրականում վերջին մի քանի տարիներին կրճատվել է։ Դրանք 1 տասնյակի շրջանակներում են, չեն գերազանցում 5-ը, 6-ը, 4-ը տարբեր թվեր են լինում, սակայն այնուամենայնիվ ինչ-որ սահման պահպանվում է։ Իհարկե ցանկալի է, որպեսզի այդ զոհերն առհասարակ չլինեն եւ վերջին շրջանում այս ամիսներին 2016-ի արձանագրված մի քանի դեպքերը մտահոգություն են պատճառում եւ Պաշտպանության նախարարությունում շատ լուրջ վերաբերմունք կա այդ դեպքերի նկատմամբ եւ ձեռնարկվելու են միջոցներ, որպեսզի դրանք չկրկնվեն։ Սևազգեստ մայրերը շրջում են տարբեր գերատեսչությունների մոտ, նախագահականի մոտ, կառավարության մոտ, հաստատ դիմում են նաև Պաշտպանության նախարարին։ Դուք նրանց հետ երբևէ շփվել եք եւ նրանք ինչ որ ֆոն են ստեղծում բանակի համար, կարելի է նրանց հարցը լուծել։ Նրանց խնդիրը պարզ է, նրանք ավելի շատ բողոքում են իրավապահ մարմինների որոշումներից, դատավճիռներից եւ դեպքերի քննության որակից, այսպես կարծում են, որ ոչ բոլոր հանգամանքներն են իրենց որդիների մահվան հետ կապված բացահայտվել եւ լիարժեք գնահատվել, այդ իսկ պատճառով նրանց դիմումները ուղղվում են այլ ատյանների։ Նախկինում եղել են դեպքեր նաեւ, որ մենք ենք հանդիպել, եկել են եւ մենք հանդիպել ենք։ Վերջին շրջանում այդպիսի հանդիպումներ չեն եղել, բայց մեր դռները բաց են բոլոր քաղաքացիների համար, այդ թվում նաեւ որդեկորույս մայրերի։ Եթե կդիմեն, մենք բնականաբար պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցել եւ օժանդակել նրանց խնդիրների լուծմանը։ Դուք զբաղվում եք նաեւ, հետևում եք նաեւ զորակոչին, ինչ բողոքներ եք ստանում այդ ընթացքում։ Զորակոչի գործընթացին հասարակական խորհուրդը մասնակցում է քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովի միջոցով։ Այդ հանձնաժողովին ներկայացվող դիմումների մեծ մասը վերաբերում են զորակոչիկների առողջական խնդիրներին, հարցեր են, որոնք շատ մեծ ուշադրություն են պահանջում եւ բնականաբար մենք այդ խորությամբ եւ պատշաճ լրջությամբ, լրջմտությամբ քննարկում ենք այդ հարցերը եւ փորձում ենք օժանդակել, որպեսզի նրանց հետազոտությունը, բուժ հետազոտությունը լինի լիարժեք, ամբողջական, իսկ փորձակնությունն լինի իրավաչափ եւ համապատասխանի նշված կարգերին։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Իմ զրուցակիցներ Պաշտպանության նախարարի խորհրդական Գեգամ Հարությունյանը։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը խոստովանում է, որ ֆինանսներից առանձնապես բան չի հասկանում։ Համանավար հենց այդ պատճառով է նա տարիներ շարունակ զբաղեցրել տարբեր իրար հետ կապ չունեցող պաշտոններ։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք վաղը։ Այո, ես ֆինանսիստ չեմ։ Ես չեմ էլ ամաչում դրա համար այստեղ հայտարարելու։ Եթե ես ասեմ ֆինանսիստ եմ, դուք ճիշտ հակառակ ավելի վատ կզգաք։ Я, знаете, не финансист. Я свободный художник и холодный философ. Слушайте, за что же вы хотите получить столько денег? Я их заработал, а вы? А я не только трудился, я даже пострадал на этом деле.